Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի շուրջ քննարկումն ավարտվում է եզրափակիչ ելույթով։ Թեկնածուն ի գիտություն է ընդունել ազգային ժողովի նախագահի բարեկրթության հորդորը։ Իմ աշխատելավոճ տեսանկյունից բոլորովին այլ է ելնելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես թույլ չեմ տալու, որ ազգային ժողովի ամբիոնից, ազգային ժողովի մասնավորապես ընդդիմադիր падգամավորները գան, մատնանշեն խնդիր եւ այդքանով համարեն իրենց առաքելությունը ավարտված, որ ես ճիշտ տեղը խնդիրը մատնանշեցի, իմ առաքելությունը ավարտված է, ոչ, առաքելությունը դրանով չի ավարտվում։ Իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք այդ խնդիրների լուծմանը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն հենց սկզբից արդեն ցույց տվեց իր կամայական հատկանիշները։ Պարզվում է Արուսյակ Ջուլհակյանին այդքան էլ դուր չեն եկել քննչական կոմիտեի վերջին գործողությունները, տարածած տեսանյութերն ու հաղորդագրությունները։ Եթե դուք ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը դատապարտում, այո, դատապարտում եմ։ Ողջունում եմ, որ դատապարտում եք Տիկին Ջուլհակյան, բայց դուք շատ ավելի կարևոր մի բան ասեցիք։ Ասում եք, որ ես չեմ կարծում, որ դա միտում է, իսկ ես կարծում եմ, որ դա միտում է։ Ռուբինյանը երկար բարակ հարց տվեց հուշումներով, թե ոնց պետք է պատասխանի Ջուլհակյանը։ Եթե հանրային պաշտոն զբաղեցրած անձը կարող դիմացնել, կամ, չգիտեմ, քաղաքական գործիչը կամ հանրային գործիչը մեղադրվում է մարդասպանություն պատվիրելու մեջ, դե կարևոր չի, մեղավոր է, մեղավոր չի, մեղադրվում է, համապատասխան վարույթ կա, քրեական գործ է հարուցվում, ձերբակալվում է, կալանավորվում է։ Հարց հացակելու մոտիվի վերաբերյալ։ Հիմա չեք կարծում, որ պատկամարմինները եթե տալիս են հաղորդագրություն, պետք է նաև տան հաղորդագրություն ենթադրյալ մոտիվի վերաբերյալ, հակառակ դեպքում եթե չտան, բոլորը չեն հարցնելու, այս մարդուն ինչի եք ձերբակալել։ Պետք է նաև իրավաչափության եւ համաչափության սկզբունքի մասին չմոռանանք, որովհետեւ այս հարցում կոնկրետ անձն է, որը մեղադրվում է, կոնկրետ գործողություն կատարելու մեջ։ Եթե այդ շրջանակներում այլ անձի անձնական կյանքի վերաբերյալ տեղի ունենում հաղորդագրության տարածում, մենք պետք է հասկանանք, թե այդ ինֆորմացիայի հրապարակումը որքանով էր անհրաժեշտ այդ մոտիվի ամբողջական բացահայտման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ կարելի էր այդ հաղորդագրությունը ավելի մեղմ ձևակերպումներով տարածել այլ անձի անձնական տվյալների հրապարակման հետ կապված։ Ռուբինյանը կրկին փորձեց, նորից հուշեց վերաշարադրելով հարցը, որպեսզի Ջուլհակյանը պատասխանը վերանայի, նորից ապարդյուն։ Բայց ես լավ չեմ հասկանում, տվյալ դեպքում ոնց էր հնարավոր ենթադրյալ մոտիվը հրապարակել առանց ձեր ասած ինֆորմացիան չհրապարակելու եւ ես նաեւ եթե ես ճիշտ եմ հիշում, ինֆորմացիան չի հրապարակվել, այնտեղ անվան առաջին տառերն են հրապարակվել։ Պարոն Ռուբինյան, ես շարունակում եմ պնդել, որ յուրաքանչյուր գործողություն, որը կատարում է պետական մարմինը, պետք է իր համաչափության եւ իրավաչափության խնդիրը լուծի։ Հիմա հարցերը նախընտրական ու հետընտրական խախտումների, արդյունքի ու ելքի մասին են։ Նոր ձևավորված խորհրդարանը բոլորովին այլ մոդել պետք է ունենար։ Ձեր ֆրակցիայի ներկայացուցիչները գալիս են այստեղ, ասում են, ինչի եք վերցրել Բարգավաճ Հայաստանի այդ մի մանդատը, մեզ եւ Հայաստան դաշինքին։ Նախ ասեմ, որ այդ մի մանդատը մեզ ոչ մի բան չէր տալիս եւ չէր էլ տալու, այստեղ իրավական առումով ինձ թույլ չեն տա ստել մեր պրակտիկ փաստաբանները, այստեղ նաեւ շահագրգռվածության եւ շահի խնդիրը կա, ում էր ձեռ տալիս։ Ժողովրդավարական երկրներում, որտեղ ընտրական ինստիտուտը աշխատում է, իսկ մենք 18 թվականից ամեն ինչ անում ենք, որ դա տեղի ունենա։ Շատ է պատահում տենց դեպքեր եւ այդպիսի դեպքեր պատահել է նաեւ մեզ հետ, օրինակ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ 23 թվականին։ Մեզ պակասում էր, եթե չեմ սխալվում, 150 ձայն, աննշան թվով ձայն։ Գիտեք խնդիրը որ նոր Բարգավաճ Հայաստանին հենց այդ ձայն չէր պակասում։ Ինքը հավաքել էր այդ ձայները եւ այդ ձայները վերցվել են, գողացվել են իրենցից կոնկրետ գործողությունների արդյունքում։ ԲՀԿ իրավիճակը հետևյալն է, ֆուտբոլային տերմինով։ Պենալներով մի թիմը արդեն հասնում է հաղթանակի, այդ պահին դատավորը գալիս է, դարպասները հանում տանում է։ ԲՀԿ-ն 4 օր ձայներն ավելանում էր, ուրբաթ գիշեր արդեն պետք է հաստատվեր,
մեկ էլ որ տեսան անցնում է, հիշեցին դեռ 2 շաբթի օրվանից իրենց ստացած բողոքը կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որ այստեղ խախտումներ ա եղել։ Դուք այսքան պետք է այստեղ չլինեիք։ Այստեղ պետք է լիներ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այո։ Դուք ասեցիք, որ պետք է չեղարկել։ Չեղարկելուց հետո ուղղակի երկրորդ քվեարկություն էր պետք այնտեղ։ Եվ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այստեղ կլիներ։ Հարյուրավոր մեր ընկերներին տարակ լծրիկ բերթերը։ 2 օր առաջ 100-ից ավել մարդ լծրիկ բերթերը։ Դուք կարաք դուրս գաք եւ ուրիշ բան ասեք։ Քաղաքականապես մի կատարյալ ելույթ ունենաք։ Բայց ձեզանից առաջ էլ հանրապետականի ժամանակ են ունեցել այդ ելույթը։ Երկրորդ նախագահի ժամանակ են ունեցել տենց ելույթ, եղել են մարդիկ, որ ունեցել։ Առաջին նախագահի ժամանակ են ունեցել այդպես ելույթ։ Բայց դա չի փոխել քաղաքական փոփոխությունների անիվը։ Ցիկլը ավարտվում է, իշխանությունը փոխվում է եւ ձեզ դատելու է այն դատանը, որը դուք սարքել եք։ Ջուլհակյանի ելույթն ընդդիմադիրներն ընդհատեցին ոչ թե անհարմար հարցերով, այլ իրավիճակը լարվեց, երբ տեխնացուն Գարեգին երկրորդին դիմեց Ավազանի անունով։ Կտրիչ Ներսիսյանին խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ։ Տիկին Ջուլհակյան, ներողություն, Տիկին Ջուլհակյան։ Ես ունեմ քաղաքական դիրքորոշում։ Տիկին Ջուլհակյան, խնդրում եմ մի րոպե։ Հարգելի գործընկերներ, երբ որ հնչեցնում եք հարցեր, ենթադրվում է, որ այդ հարցերին հնչելու են պատասխաններ, որոնք որ գուցե ձեր ճաշակին, ցանկություններին եւ քիմքին հաճո չէ։ Պարոն Ղազինյան, դուք հիմա խանգարում եք ազգային ժողովի նիստի բնականon ընթացքը եւ լռեք։ Ես ձեզ չեմ դիմում Տիկին Պողոսյան, որովհետև դուք Տիկին Ջուլհակյան եք ձեր անձնագրով եւ առհասարակ տարակուսելի կլինի պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեխնացուն չհարգի փաստաթուղթը անձնագիրը, որով որ Գարեգին երկրորդ է գրված։ Մարգարետ Թետչերը ասում էր, եթե դու ստիպված ես ապացուցել, որ դու լեդի ես, ուրեմն դու լեդի չես։ Հիմա իմ մեղավորությունը չէ, որ այն անձը, որին դուք կոչում եք կաթողիկոս, ստիպված է ապացուցել, որ ինքը կաթողիկոս է։ Շնորհակալություն։ Վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր սահմանության տեքստ։ Մինչև տարեվերջ կհրապարակվի նոր սահմանադրության նախագիծը, այնուհետև կսկսվի դրա շուրջ լայն հանրային քննարկում, հայտնեց Արուսյակ Ջուլհակյանը։ Նրա խոսքով երկրի նոր մայր օրենքի նախաբանը չի ունենալու հղում անկախության հռչակագրին։ Գուցե ես եմ ձեզ համոզում, որ նախագիծը լավն է, պետք է ընդունել։ Գուցե դուք եք ինձ համոզում, որ լավը չէ, պետք չի ընդունել։ Կապրենք, կտեսնենք։ Գիտեք, երբ որ դուք ասում եք մենք կգանք, ձեզ կհամոզենք, կփորձենք խոսել եւ այլն, միգուցե այդ դաշտը բաց լինի, օրինակ հարկային օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ, սոցիալական ինչ-որ ծրագրերի շուրջ քննարկումների ժամանակ, բայց սա կարմիր գիծ հանդիսացող քննարկումներ են։ Հայաստան դաշինքը, որին քվեարկել է մոտ 150,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի լիազորել, որ մենք գանք եւ կողմ քվեարկենք, մեր դիրքորոշումը գիտեք, Ալիևյան սահմանադրությանը։ Այդպես էլ Ջուլհակյանն ու Ռուբինյանը համաձայնության չեկան։ Չեմ կարող չհամաձայնել, պարոն Գաբրիելը։ Իսկ ես այդքան էլ համաձայն չեմ։ Ալադավթյան, Էպիկենտրոն։